Վարազդա Դովիկի Մաթևոսյան։ Գարիկ Նաջարյան։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Արմեն Մնացականյանը պատվոգրեր են հանձնում Գավառ համայնքից 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքներին մասնակցած բնակիչներին։ Պարգևատրմանը ներկա են համայնքապետարանի և զինվորական կոմիսարիատի աշխատակիցներ, պարգևատրվողների հարազատներ։ Հարգելի համաքաղաքացիներ, այժմ շնորհակալություն ենք հայտնում ձեր պարտքը հայրենիքի հանդեպ տալու համար։ Մենք քաղաքապետի հետ միասին որոշում ենք կայացրել, ովքեր մասնակցել են վարժական հավաքների, շնորհակալություն հայտնենք, պարգևատրենք, որ դա լինի ձեզ համար մի sense նոր ամուսություն եւ նաեւ այն բանով, որ մեր սերունդներին, ձեր հաջորդիվա, ձեր բալիկներին, ձեր եղբոր տղաներին, հարևաններին նաեւ բարձ դառնա, որ ոչ մի բան անպատասխան չի մնա։ Պատվոգրերը տրվում են վարժական հավաքներին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության եւ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Ձեր կատարածը շատ մեծ գործ է, որտեղ դուք համալրել եք մի ծառայություն, խաղապահ մարտակը եւ ծառայությունը կատարել եք այլ մարզում։ Էլի մեր երկիրն է, բայց այլ մարզում, այսինքն մենք մեր մարզից գնացել ենք օգնության մյուս մարզին։ Շատ կարևոր հանգամանք է, որը մեր համար կարևոր չի։ Մենք հայ ենք եւ ամբողջ Հայաստանի Հանրապետություն դա մեր երկիրն է, մեր պետությունն է։ Պարգևատրվածներն էլ իրենց հերթին նշում են, որ հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալը մեծագույն պատիվ է եւ իրենք պատվախնդրորեն են իրականացրել այդ գործը։ Ուզում եմ ես մեր բոլորի կողմից իմ շնորհակալությունը հայտնել, որովհետեւ ինչ ակնկալիքները որ գնացինք, այդ ամեն ինչը իրականություն դարձավ։ Սկսած ուսումնական փուլից այնքան բան են սովորացնում, բավարար է, որ լիարժեք հանգիստ կարողանաս պոստ բարես։ Հանդիպումն ուղեկցվում է զրույցով եւ տպավորությունների ներկայացմամբ։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը եւ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Արմեն Մնացականյանը իրենց պատրաստակամությունն են հայտնում հայրենիքի պաշտպանությանը կամավոր մասնակիցներին բոլոր հարցերում աջակցելու։ Ալվարդ Մանուկյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։